աշխարհի ամենամեծ ծառն է իմ թիկունքում, որի տարիքը հաշվում է մոտավորապես 3200 տարեկան, իսկ բարձրությունը ավելի քան 95 մետր։ Սեկվոյան է այս ծառը և համարվում է ամենադիմացկուն ծառերից մեկը աշխարհում։ Իսկ գիտեք թե ինչն է նպաստում այս ծառերի աճին, այս ծառերի պարարտությանը։ Ոչ միայն հողը, ոչ միայն ջուրը, ոչ միայն բարենպաստ եղանակն ու միջավայրը, այլ կրակը, հրդեհը։ Կրակը այս ծառերի համար ոչ թե սպառնալիք է, այլ խթանիչ է։ Այս ծառերը խթանվում են այդ սթրեսի պատճառով, իրենց աճը սկսում է արագանալ, բացի այդ կրակը սպառում է և ոչնչացնում է այն կրծողներին և միջատներին, որոնք սպառնում են այս ծառին։ Եվ այստեղից մի կարևոր դաս ենք մենք սովորում։ Մենք էլ մեր կյանքում երբեմն ունենում ենք փորձության կրակներ։ Դրանք նրա համար չեն, որ մեզ սպառեն, նրա համար չեն, որ մեզ ոչնչացնեն և մոխրացնեն։ Երբեմն դրանք գալիս են, որպեսզի մենք ավելի արագ աճենք, ավելի արագ փոխվենք և ավելի պարարտ լինենք։ Այնպես որ մտածենք, երբ որ անցնում ենք տարբեր կրակների միջով փորձության, հասկանանք, որ դրանք չեն եկել մեզ սպառելու և ոչնչացնելու համար, այլ եկել են երբեմն սխալ հարաբերություններից մեզ ազատելու, տոքսիկ միջավայրից մեզ փրկելու, հիվանդ մթնոլորտից մեզ ազատելու և մաքրելու մեր շրջապատը։ Այնպես որ երբեմն իմաստ էլ կարող ենք տեսնել այդ փորձությունների և կրակների մեջ։ Իսկ նորից իմ թիկունքում աշխարհի ամենամեծ ծավալներով ամենամեծ ծառն է, որը 3200 տարի դիմացել է ամենատարբեր փորձություններին և այսօր դարձել է համաշխարհային ուշադրության կենտրոն, տուրիստների այցելության վայր։